Խաղացուն սիրելի Աստծո ժողովուրդ, օրհնում եմ բոլորիդ մեր Տիրոջ անունով, եղեք օրհնված։ Նայեք, սա վերաբերվում է Քրիստոսին եւ այն տվյալ մարդիկ, ովքեր գտնվում են նեղության վիճակների մեջ, հիվանդության մեջ, ինչ որ մեղքի տառապանքի մեջ, հասկանում եք, մեղքի ճնշման մեջ, մեղքի գերության մեջ։ Նայեք, Ղուկասի ավետարան 4-րդ գլուխ 18 խոսքից ինչ ասում է Հիսուս Քրիստոսը, քեզ, ինձ էլ հետ է։ Ասում է Տիրոջ հոգին ինձ վրա է, որի համար էլ օծեց ինձ։ Նա ինձ ուղարկել է աղքատներին ավետարանելու, սրտով կոտրվածներին բժշկելու, գերիներին թողություն քարոզելու եւ կույրերին տեսություն եւ խոցվածներին արձակելու ազատելով, այսինքն խոսվածներին ազատ արձակել։ Սիրելի բարեկամ, սիրելի քրիստոնյա, սիրելի մարդ արարած, Աստծո ստեղծված, Աստծո արարված, եթե դու այսօր գտնվում ես այս թվարկվածներից ինչ որ մեկ վիճակի մեջը, եթե այսօր դու աղքատության մեջ ես, սրտով կոտրված ես, կամ գերության մեջ ես, կամ հիվանդություն ունես, կամ խոցված ես ներսից, հաստարված ես, մերժված ես, սիրված ես, անտեսված ես, հալածված ես, թքված ես Հիսուսի պես, անտեսել են քեզ, լսիր, այս խոսքերը քեզ է վերաբերվում, քեզ, աղաղակա Հիսուսին, կանչա Քրիստոսին, որտեղից որ լինես, կանչա Հիսուս Քրիստոս, որովհետև Տերը Հիսուսին է օծե, օծյալը Հիսուս Քրիստոսն է, այո, Քրիստոսի հոգին մեր մեջ է բնակվում, Քրիստոսը օծյալը մեր սրտում է բնակվում, բայց որքանով ենք մենք թույլ տալիս, որ օծյալի օծությունը մեզանով գործի, շատ ժամանակ մարդ իր մարդկայինով փակում է օծության դուռը եւ թույլ չի տալու, որ Տերը օծյալը գործա, հասկանում եք, Տիրոջ հոգին ինձ վրա է, որի համար էլ օծեց ինձ, նա ինձ ուղարկեց, Տերը Հայր Աստվածը Հիսուսին ուղարկեց, աղքատներին ավետարանելու, սրտով կոտրվածներին բժշկելու, գերիներին թողություն քարոզելու, կույրերին տեսություն եւ խոցվածներին արձակելու, աղաղակա Տիրոջը, ծնկի արի, առանց ամաչելու, աղոթք արա, կանչա Հիսուս, դարձ արի, ապաշխարա, զղջում ապրի քո մեղքերից, եւ Տերը կհասնի ու քեզ կողորմա, կբժշկա եւ կազատա եւ ամեն նեղությունից, ամեն փակ դռները քո առաջին Տերը կբացա, Հիսուս Քրիստոս իր